Սա իմ երկիրն է չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանարց։ Երբ Հովհաննես Գրիգորյանն իր պոեզիայով հայրենիքը տեղավորեց սրտում ու բառերում, դժվար թե պատկերացնել, որ տարիներ անց իր գրչի զարկերն արդեն կդառնան նաև նոր սերնդի գրատարակների ու սրտերի պարտադիր մասնիկը։ Գյումրու Ֆուրմանովի փողոցում բանաստեղծի մանկության բակում նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել։ Պոեզիայի համար ամենակարևոր ազդակները հենց այստեղ կուտակել է Հովհաննես Գրիգորյանը եւ շատ կարևոր է, որ այսօր հուշաքարով այդ փաստը կամրակայվի, բոլորովին էլ պատահական չէ, որ նոր սերունդը մեծապես ուղղակի կամ անուղղակիորեն ազդված է Հովհաննես Գրիգորյանով։ Գյումրին դե ինչպես արդեն ասվեց բազմիցս շատ յուրահատուկ տեղ ուներ հայրիկի ոչ միայն պոեզիայում, այլ նաև մեր հենց տանը առօրյայում։ Եվ կարծում ենք, որ այս հուշատախտակը Գյումրիի առօրյայում մի փոքր պոեզիա կավելացնի։ Այս խորհրդանշական նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկեց գրքի Երևանյան միջազգային փառատոնը, որին ներկային կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գրականու մշակութային գործիչներ, հյուրեր։ Շատ ուրախ եմ, որ եղավ առիթը հուշատախտակը բացելու։ Կարծում եմ դա շատերի համար նաեւ գուցե բացահայտում էր եւ գուցե նաեւ գյումրեցիներից շատերը չգիտեին, որ այդ տանը ծնվել էր Հովհաննես Գրիգորյանը ու սա էլ նաեւ գուցե քաղաքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու եւս մեկ առիթ լինի։ Փառատոնն այս տարի կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ այցելում է մարզեր։ Գյումրի դարձավ դրա առաջին կանգառը։ Երևանյան միջազգային փառատոնը արդեն մի քանի տարի անցկացվում է եւ ամեն տարի ունենում է շատ ավելի լավ ցուցանիշներ, թե այցելությունների թիվը, թե հրատարակչությունների մասնակցությունը, թե վաճառվող գրքերի քանակը շարունակաբար աճում են, ինչպես նաեւ իսկապես փառատոնը դառնում է միջազգային եւ ամեն տարի մենք ունենում ենք մեծ թվով հյուրեր տարբեր երկրներից։ Այս տարի գրքի տոնավաճառին վաճառվել են 18000 գիրք, որը իրականում հսկայական թիվ է, եթե համեմատենք առաջին տարու համեմատ 6 անգամ ավելի։ Եվ դա շատ ուրախալի փաստ է։ Միջոցառումների շարքը Գյումրու դրամատիկական թատրոնում էր, որը եւս նախարարը պատահական չի համարում։ Ես կարծում եմ, որ թատրոնը հյուրընկալվող գրքի փառատոնը Գյումրիում նաեւ ըստ էության հանձնարարություն է վերցնում ուշադիր հետևել այն իրականությանը, որ ներկայացված է այստեղ տաղավարներին եւ ինչու ոչ, գուցե ընտրել հենց այդտեղից հաջորդ ներկայացման նյութը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով սա նաև լավ առիթ է ընթերցանության խթանման համար։ Ու գիտեք, մենք խթանում ենք ընթերցանության մշակույթը տարբեր ձևերով նաև դպրոցներում ու հուսով եմ, որ այսօր այստեղ կտեսնենք նաև շատ դպրոցականների։ Գրքի տոնավաճառում ներկայացված էին ամենատարբեր ժանրերի գրական գործեր։ Մեր առաքելությունն ենք համարում գրքի հայալեզու գրքի տարածումը ավելի մեծ սահմաններում իրականացնել։ Դրա շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Հույս ունենք, որ միջոցառումը շարունակական կլինի, միայն Երևանում չեն լինի նման մշակութային հետաքրքիր միջոցառումներ, նաև մարզերում, հատկապես խոշոր քաղաքներում։ Միջոցառումը հագեցած էր տարաբնույթ նախաձեռնություններով։ Բոլորովին ուրիշ աշուն Հովհաննես Գրիգորյան 80 խորագիրը գրող հոբելյանական ընթերցումներ ու զրույցներ եղան։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու։ Որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հեռվից և կարոտից արտասվում են օտար սրճարաններում և չգիտես, թե ուժ լողացողն ավելի վրա։ Գրքի շնորհանդեսներ եւ քննարկումներ, երիտասարդ ստեղծագործողների հետ հանդիպումներ, ստենդափ ներկայացումներ։ Գրքի փառատոնն ունի բաղկացուցիչ մաս, գրական մրցույթ, եւ նախորդ տարի գրքի փառատոնի գրական մրցույթի պոեզիա անվանակարգում հաղթեց Գևորգ Թումանյանը, գյումրեցի։ Ես մասնակցել եմ 2023 թվականի մրցանակապաշխությանը, պոեզիա անվանակարգում գրավել եմ առաջին մրցանակը, առաջի տեղը։ Այսօր այս գրքից շնորհանդեսն է հնձածխոտ։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնը կազմակերպվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անեսյան, այսօր։